Դուք այո այդ թվում են պատճառով, որ կա իշխանությունների բաժանում եւ տարանջատում եւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը չեն կարող կատարել արդարադատության մարմինների դերը։ Եվ ես ասել եմ, չգիտեմ, տարբեր ֆորմատներում եւ դժվար եմ պատկերացնում առանց նոր սահմանադրության այդ խնդիրների ընդունումը եւ նոր սահմանադրության մեջ էլ ասել եմ ինչա պետք անել։ Նախ երթվյալ ատենականների ինստիտուտն է պետք ներդնել եւ գործող բոլոր դատավորներին պետք է տալ դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ եւ գործարկել բարեվարկության խորը ստուգման գործընթաց եւ նրանք ովքեր չեն անցել այդ բարեվարկության ստուգումը պարզապես չվերանշանակվեն։ Այսօր ամբողջ այդ համակարգը սահմանադրական պաշտպանության ներքո է եւ այո գործադիր եւ օրենսդիր իշխանություն ունի որոշակի հնարավորություններ, բայց այդ թվում իշխանությունների բաժանման եւ տարանջատման սկզբունքի բերումով գործադիր իշխանությունը չի կարող արդարադատություն իրականացնել։ Եվ ես բազմիցս ասում եմ արդարադատության ոլորտի մեր գործընկերներին, որ փողոցում ոչ մեկ կամ դեպքերի 90 եւ ավել տոկոսում մարդիկ փողոցում դատավորի չեն ճանաչում կամ դատախազի չեն ճանաչում կամ քննիչի չեն ճանաչում, որ փողոցում կանգնացնեն, ասեն, բայց մի բան են չի անենց, բան մի բան են չի անենց, բան մի բան են չի, ինձ են ճանաչում, ինձ են կանգնացնում։ Եվ ես ասում եմ, որ դուք այդ հարցերի պատասխանները պետք է մատակարարեք, բայց մարդկանց հարցերին պատասխան չունեն։ Լավ հասկացանք, մի տարի, երկու տարի, այդ նույն բանը ես եմ ասում, ինչ մենք չենք տվել կամ ինչով չենք ապահովել արդարադատության համակարգին։ Ես էլ եմ ասում, ոնց են այդ մարդիկ, ում քսակը ավելի հաստատ ցանկացած գործով կգնա կարդարանա դատարան, ցանկացած գործով, խնդիր չունեն։ Տենց խնդիր ունեն, որ չկարենան լուծեն դատական համակարգի մեջ։ Ասենք դիակի վրա կարող է մարդկանց բռնեց գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան եւ այլն եւ այլն։ Բա էտա որ ասում եմ երրագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում այս 8 տարիա։ Այդ թվում են պատճառով, որ ժողովրդավար ենք, սկզբունքներ ենք պահում, որ ավտորիտար ենք, տոտալիտար ենք, այդ խնդիրը չէր լինի, ասենք մեր արդարադատությունն է, սենցա։ Եվ այդ ֆունդամենտալ պրոբլեմա եւ հիմա ես կարող եմ ասել, որ արդարադատությունը, դատական համակարգը մեր ինստիտուտներից ամենաչկայացածն է, որովհետեւ հեղափոխությունը ամենաքիչն է ազդեցություն ունեցել այդտեղ, ամենաքիչը սահմանադրական բաների պատճառով, այդ թվում արգելքների պատճառով։ Հա դատարանների դռներ ենք փակել, ենք արել, բայց օրակարգը արձանագրվում է, կամ որ այդ նույն ապօրինի գույքի բռնագանձման համակարգը այսքան տարի, հա, մենք ունենք արդեն արդյունքներ, բայց հա լավ, հետո հետ ենք նայում, լավ, ասում ենք ինչի պետք է այսքան ժամանակ ծախսվեր սրա վրա։ Այդ նույն պատճառով, այդ նույն մաֆիոզ ազդեցությունների պատճառով։ Դրա համար ընդ որում ասում եմ, այդ մաֆիայի հիմա, ասենք, եթե մինչև հիմա ներքին շերտերը գիտենք, հիմա բացահայտվեց արտաքին շերտերն էլ գիտենք, բա գիտեք հեշտ է այդ ամեն ինչի պայմաններում մի հատ էլ հասնել այս արդյունքների, որը մենք ունենք։ Բա պրոբլեմա։ Մարդիկ ինձ հարցեր են տալիս, այո, ես չեմ կարողանում պատասխանել։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ։ Մարդիկ կոնկրետ ասում են, ասա խեա Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ։ Դե արի մարդուն բացատրի, որ գիտեք ինչ, չգիտեմ ես ինչ հոդվածի, ես ինչ կետը, ըստեղ գիտես ինչ այն բանը, որ այդ օրը տենց արևը, որ դուրս եկավ Ջերմաստյանը, այսքան էր փորձաքննությունը ցույց տվեց, որ այն մեկը փռշտաց, իսկ դա նշանակում է, հա լավ ձեռ եք առնում։ Բայց մյուս կողմից եք ասեն, այ ուղիղ հրահանգ եք տալիս, ժողովրդի ինձ է ուղիղ հրահանգ տվել, ես էլ ժողովրդի ասածը փոխանցում են պետական ինստիտուտներին, որ ի վերջո ժողովրդից եք սնվում։ Չի կարող լինի օլիգարխիական դատական համակարգ Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն օր ես դրա դեմ պայքարելու եմ, ամեն օր բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով։ Հիմա ով ոնց ուզում է գնահատի, ասել եմ Ռոբերտ Քոչարյան պետք է նստի։ Ինչի եմ ասում, որովհետեւ ժողովուրդն էլ ինձ է ասել, մի հատ էլ մանդատ էլ տվել է։ Շնորհակալություն։ Ինչ եք ուզում, չեմ հասկանում։
Պարոն վարչապետ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն առավոտ այստեղ Ռոբերտ Քոչյանը չէ, էլի Սերժ Սարգսյանը, որ հետո ասում եմ, այս մեկի անունը չտվի, Сядут все.